Որպես հարկատու բնական է առաջին հայացքից ցանկանանք որ չավելանա, որպեսզի մեր ծանրաբերությունը չավելանա, բայց մյուս կողմից այն մշտական աշխատանքը, որ տարվում է տվերի ծավալների փոքրացման առումով, պետք է խրախուսվի։ Հավասար մրցակցային դաշտ բերել խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք որոշակի արտոնություններից են օգտվում կամ կարողանում են հմտորեն խուսափել սեփական պարտականությունների կատարումից, ակնհայտ է մի բան, որ այս տարի բյուջեում նախատեսված ավելացումը կատարված է հաշվարկներով, որ տնտեսության որոշ ոլորտներում թաքնված աճի բացահայտում պետք է լինի, խոշոր բիզնեսի մի քանի հիմնարար խաղացողներին ավելի օբյեկտիվ չասեմ, ավելի արդար եւ օրինական հարկման պետք է ենթարկվի եւ տնտեսության մի քանի ճյուղերի, ասենք, նույն շինարարության ոլորտի անկումը փոխարինի մի որոշակի աճը, որը կբերի եկամուտների մասի ավելացում։ Հարկատու եւ հարկահավաք հարաբերությունները էլեկտրոնային թղթավարության, էլեկտրոնային փաստաթղթային շրջանառության, հարկային սպասարկման կենտրոնների կայացման հետևանքով բարելավել են։ Ուղղակի դրա կողքին շարունակվում է սուբյեկտիվ գործոնը, որը շատ դժվար հարց է հաղթահարելու, հասնելու գրեթե կատարելության։ Մի բան հստակ երևում է, որ տարի վրա բարեփոխման արդյունավետությունը ավելանում է։ Այսօր մեր պետքում կիրառված էլեկտրոնային կառավարման համակարգերը ունիկալ են եւ վերջերս աշխարհի մի քանի երկրներ այդ ցանցի կիրառման փորձը վերցնում են իրաց, հնարավոր է դարձել հայկական տաղանդներ, ծրագրավորողների ստեղծել համակարգ, որը շատ շուտով գրեթե բացառության կհասցնի սուբյեկտիվ գործոնով խախտում անելը։ Արդյունքում թե մաքսային ոլորտում, թե հարկային ոլորտում հարկերից խուսափելը շատ բարդ եւ վիրտուոզ գործունեության հետևանք է լինելու։ Նոր ՀԴՄ-ները ամբողջովին հաշվետու եւ հսկելի են դարձնում շրջանառությունը։ Մի բան, որի գերխնդիրը երկրում կա։ Խոշոր բիզնեսը բողոքում է, որ փոքրերը չեն վերցնում փաստաթղթ։ Փոքր եւ միջին բիզնեսն ասում է խոշորները մեզ չեն տալիս։ Ամեն տարի նվազում է ստվերի աստիճանը, բայց դեռևս գերխնդիրը որպես այդպեսին մնում է, թաքնված շրջանառություն, առանց փաստաթղթի աշխատել, ՀԴՄ չխփել։ Եվս 1-2 տարի, եթե այս ռազմավարությունը հետևողական շարունակվի, մենք ավելի արդյունավետ վարչարարություն կունենանք, չնայած միշտ էլ վարչարարությունը շարունակելու է։ Աշխարհում չկա երկիր, որտեղ 100% հարկահավաքություն լինի եւ չլինի ստվեր, ուղղակի ստվերի աստիճանը պետք է նվազի։ Մենք այսօր ասում ենք, որ Հայաստանի արտահանման շուրջ 35-40% ԱՊՀ տարածք է, Ռուսաստանի Դաշնությունը, մտնելով Մաքսային միություն, մենք երաշխավորում ենք այս արտահանումների զարգացման համար շուկա, որը ամեն րոպե, ամեն վայրկյան կարող է վարչարարական խոչընդոտներով, տեխնիկական կանոնակարգերով, սերտիֆիկատ, որակ, անվտանգություն սննդի փակվել։ Այդ պրակտիկան գոյություն ունեցել է, մենք տեսել ենք։ Առաջին խոշոր ձեռքբերումը սա է, որ մենք շուկաները, որի համար նաև աշխարհի ավելի մեծ տնտեսապես հզոր երկրներ են մրցակցում, իր համար դառնում են բաց եւ երաշխավորված։ Տեսապես մեզ ձեռնտու է եւ դա ակնհայտ է Մաքսային միության տարածքը, որտեղ մենք արտահանում ենք այդ տարածքը, մենք մրցունակ ենք մեր ապրանքներով ծառայություններով առաջի հերթին այդ տարածքում։ Տես մոտ 5 տարի Հայաստանին Եվրոմիությունը տվել է GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը։ Մենք գրեթե ոչինչ չենք արտահանել։ Ոչ թե չեն թողել։ Մենք չենք ունեցել այդ ապրանքատեսակը, որ այդ ռեժիմից օգտվելով մտներ եվրոպական շուկա եւ մրցակցեր։ Հայաստանի համար ձեռնտու է բոլոր շուկաների հետ հավասար դաշտում աշխատելը։ Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, չի նշանակում մենք եվրոպական շուկան կամ եվրոպական ներդրումները պետք է մոռանանք։ Գործարարության արտագաղթը ավելի շատ այսպիսին է,
մի շրջան, եթե հիշում ես, շատ էին խոսում, հայկական կապիտալը գնաց Վրաստան, փախավ Վրաստան, չէ, չփախավ, Վրաստանում էլ բիզնեսը ծավալեց, զարգացրեց, երկու շուկաներում սկսեց աշխատել։ Գործարար արտագաղթը ավելի շատ այդպիսին է, քան ճամպրուկները կապելը եւ ուրիշ երկրներ գնալ աշխատելը։